Աստված միշտ ներում է, եթե կա անկեղծ ներում, զղջում, հասարակ ներել նշանակում է ձերբազատվել բանտարկյալից եւ քիչ հետո հասկանում ես, որ այդ բանտարկյալը ինքդ ես։ Նույն Հիսուսը, երբ որ Հիսուսին ապտակեցին, ասեց ինչու ինձ ապտակեց։ Ներիր, որ Աստված քեզ ների։ Բնականաբար սա Աստված այդպես է աշխատում մեզ հետ, Աստծո գործը այդպիսին է։ Մեղքերի թողություն ունի եկեղեցին, ընդհանրական եւ անհատական, առանձնական։ Մեր ռեալ փրկությունը կապված է մեր Աստծո նկատմամբ մեր վերաբերմունքից, հավատալ Աստծուն։ Մեզանից մի բան է պահանջում՝ ներիր, անսահմանափակ ներիր։ Սա դժվար, հասանելի մի բան է։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի ջան։ Ինչպե՞ս եք Տեր Հայր։ Փառք Աստծո, լավ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Տեր Հայր, այսօրվա մեր զրույցը ներողամտության մասին է։ Արդյոք Աստծո ներողամտությունն անսահման է, թե կան սահմաններ, որոնք մարդիկ իրենց մեղքերով անցնում են։ Առհասարակ ներողամտություն ասվածը եւ Աստծո պարագային եւ մեր քրիստոնյաների պարագային որոշակի տարբերություն կա։ Դե Աստված մեր բոլորի ստեղծողն է, հայրն է, ինքը մոտենում է կամ գործում է անսահման ներողամտությամբ, եթե կա զղջում, եթե կա ապաշխարանք, բնականաբար Աստված միշտ ներում է, եթե կա անկեղծ ներում, զղջում, խոստովանություն եւ դարձի ճանապարհը բռնելու։ Մենք տեսնում ենք Նոր Կտակարանից անառակ որդու այդ հրաշալի պատումը, որտեղ անառակ որդին լքեց հոր օջախը, հորտունը եւ գնաց այլ աշխարհ, մխսեց ամեն բան եւ վատնեց ամեն բան եւ երբ որ զղջաց մի օր դարձի եկավ եւ ոտքեր ուղղվեց դեպի հայրական օջախ, հայրը ներեց, այսինքն սա դասական ճշմարիտ կերպար է Աստծո ներողամտության մարդ Աստված փոխհարաբերության մեջ, այսինքն յուրաքանչյուր զղջացող, անկեղծ զղջացող, յուրաքանչյուր անկեղծ ապաշխարող ենթադրում է զղջում, Աստված միշտ ներող է։ Տեր Հայր, այդ դեպքում մարդը կարող է այնքան հեռանալ Աստծուց, որ նրա ձայնը լսելի չլինի։ Իհարկե կարող է լինել, որովհետև դեպքեր են լինում, երբ որ կյանքի բերումով զանազան պարագաների մեջ մարդը հայտնվում է այս կամ այն իրավիճակի մեջ, ծանր փորձությունների մեջ եւ մի տեսակ չարանում է Աստծո նկատմամբ, մի տեսակ խռովում է Աստծուց եւ հայտնվում է մի իրավիճակում, որ փակ դաշտ է համարվում իր համար առհասարակ երկինքը, առհասարակ իր հարաբերությունները Աստծո հետ խռովահույզ է իր հոգին։ Լինում են պարագաներ, բայց երբեմն լինում են այդ փորձությունների միջից դարձի ճանապարհ, որովհետև երբեմն տեսնում ենք պարագաներ եւ հենց Սուրբ Գրքի մեջ պատումներ, դեպքեր, անձեր, որոնք ծանր կացության մեջ, հենց նաեւ մեր կյանքում մենք կարող ենք փաստել դա, հայտնվելով մի իրավիճակում, բնականաբար ծանր իրավիճակներում դա նպաստի մեր դարձի գալուն եւ հայցելու Աստծո ներողամտությունը։ Ներում առհասարակ առաքինություն է, ներում ասածը, ներել Աստվածը, ինչպես Աստված է ներում մեզ կամ մենք մեր դիմացինն ենք ներում, սա մեծ առաքինություն է եւ սրանից պահանջվում է մեծ ջանք, մեծ աշխատանք, մեծ էներգիա եւ ինչպես եկեղեցական հեղինակներն են ասում, առհասարակ ներել նշանակում է ձերբազատվել բանտարկյալից եւ քիչ հետո հասկանում ես, որ այդ բանտարկյալը ինքդ ես, այսինքն քեզանից թոթափում ես ծանր մի վիճակ, բեռ, որ կրում ես քո եւ աններողամտությունն է, անզղջումն է, այն չզղջալն է, այն մեղքերն է, որ կուտակվել է քո մեջ հենց չներելու պատճառով։ Սրանք ծանր, ինչպես որ ֆիզիկական մի պարկ դնես ուսիդ ամեն օր, ամեն պահ, ծանր անիմաստ կրես քո թիկունքին։ Սա չներելու բանն է եւ Հայր մեր աղոթքի մեջ, տերունական աղոթքի մեջ ասում է գրաբարյան տարբերակը՝ թող մեր պարտքերը թող մեզ պարտիս մեր, որպես մեկ թողում մերոց պարտապանած։ Այսինքն Հայր մերի կիզակետը, Հայր մեր աղոթքի կարևորագույն, կարծում եմ, հզորագույն հատվածը սա է։ Տեր Աստված, իմ մեղքերը ներիր այն չափով, որ չափով ես ներում եմ իմ նկատմամբ հանցագ գործողներին։ Այսինքն եթե չներենք, չենք ներվի։ Եթե մենք չներենք, չենք ներվելու։ Ուստի ներենք, որ ներվենք։
Եթե չենք ներում, ինչ չափով որ ներում ենք, ինչ չափով մարդկանց իրենց հանցանքները, բաստողումները, կարգավիճակը ներում ենք, սրտանց ներելու մասն է խոսքը, այն չափով եւ Աստված ներում է մեր հանցանքները, մեր մեղքերը։ Հակառակը, եթե մենք մարդկանց չենք ներում իրենց հանցանքները եւ մեղքերը, բնականաբար Աստված չի կարող եւ չի ներելու մեզ այն չափով, որ չափով մենք ներում ենք մեր նմանին, մեր ազգակցին, մեր դրացուն, մեր ընտանիքի անդամին, մեր կնոջը, մեր ամուսնուն, մեր զավակին եւ առհասարակ։ Եվ մի ուրիշ ասպեկտից, եթե նայենք ներողամտությանը, ներել նշանակում է բժշկվել հոգով, սփոփվել հոգով։ Ամեն չներելը մեր հոգում բերում է սպի, վերք եւ դա իր հետևանքներն է ունենում։ Այսինքն առաջինը մեզ է անհրաժեշտ։ Առաջինը մեզ է անհրաժեշտ, որովհետև մենք թոթափվում ենք դրանից, այդ ծանր բեռից, այդ ծանր վիճակից եւ բացվում է Աստծո դռները մեր համար։ Մի տեսակ բացվում է երկնքի դռները, եթե մենք ներողամիտ ենք, երկնքի դռները մեր առջև։ Եվ Աստված լսում է մեզ եւ մեր յուրաքանչյուր աղոթք կարող է իր դրական պատասխանը ունենալ։ Ներման դեպքեր մենք տեսնում ենք նաև 5 տակարանի մեջ, թե ինչպես մարդիկ հենց Աստծո սիրելիները հայտնվում, որտեղ մարդը ինքը մեղանչական է, որտեղ մարդը ինքը հանցավոր է եւ ի ծնե մարդը հակված է դեպի չարին, դեպի մեղքը, դեպի նեգատիվը։ Այս առումով Աստված միշտ ինչպես 5 տակարանում, այնպես էլ նոր կտակարանում տեսնում ենք, որ անսահման ներողամիտ է։ Հիշենք Պետրոսին, երբ որ մոտեցավ Հիսուսին, ասեց. Իմ եղբորը քանի անգամ կարող եմ ներել։ Հիսուսն ասեց անսահման 7 անգամ ներեմ եղբորս։ Հիսուսը ասեց 7 անգամ 70, այսինքն անսահման կարելի է ներել։ Բայց այստեղ հարց է առաջանում, ինչպես ներես մեկին, որ անընդհատ քեզ վիրավորում է, անընդհատ քեզ խոցում է, անընդհատ հայտնվում այնպիսի վիճակի մեջ է դնում քեզ, ստում է քեզ, խաբում է քեզ, այսինքն հայտնվում ես այնպիսի իրավիճակում, որ պարտավոր ես իրեն ներել, թե ոչ։ Այսպիսի հարցեր կարող են ծագել քրիստոնյայի մոտ եւ ոչ քրիստոնյայի մոտ, որտեղ բոլորը չէ, որ ապրում են հավատքի կյանքով։ Տեր հետ կներեք ձեզ ընդհատում եմ, այդ դեպքում մենք երևի պետք է սահմանենք, թե ինչ է նշանակում ներել, որովհետեւ ներել, բայց արդարամտությամբ ներել, փորձել ներելու ճանապարհով նաև իրեն հոգատարությամբ, հոգ տանելով դիմացինին բուժել իրեն, աղոթել իր համար եւ դարձի ճանապարհի բերել իրեն։ Այսինքն զգուշությամբ իրեն փորձել դարձի բերել, իրեն փորձել դաստիարակել, իրեն փորձել ճիշտ ճանապարհի բերել։ Բայց դա չի նշանակում, որ ամեն անգամ պիտի թույլ տաս, որ նույն հարվածը քեզ էլի հասցնի։ Մենք հիշում ենք մի դրվագ, օրինակի համար Հիսուսի չարչարանքը։ Անսահման Աստված էր Հիսուս, բոլորին ներում էր եւ այլն։ Խաչի վրա այդ աղոթքը կա, չէ՞, որ ներիր սրանց, քանի որ նրանք չգիտեն ինչ են գործում, բայց նույն Հիսուսը, երբ որ Հիսուսին ապտակեցին, ասեց ինչու ինձ ապտակեցիր։ Այսինքն թե պատասխան պահանջեց իրեն անիմաստ հարվածողին։ Չնայած ինքը ընտրել էր այդ չարչարանքի ճանապարհը եւ այլն, խաչի ճանապարհը, այսինքն մի պահ է գալիս, որ պատասխանատվության ես նաև ենթարկում զգուշությամբ քո դիմացինին հարցնելով թե ինչու այս արեցիր, ակնկալելով նաև իր սթափությունը, իր դարձի գալու ճանապարհը։ Այսինքն այս իմաստով ներելը մեր մեջ տվյալ մարդու նկատմամբ չարություն չկուտակելն է, չհիշելն է։ Այո։ Նաև հոգևոր առումով ասեմ, որ Սուրբ Գրքի մեջ այսպիսի մի հատված կա, ասում է, երբ որ զոհ մատուցես, այսինքն այդ նոր կտակարանով պատարագին մասնակցես, երբ որ ուզենաս աղոթքի կանգնել, թող այդ ամեն ինչը նախ գնա հաշտվիր եղբորդ հետ, մերձավորիդ հետ, ընտանիքիդ հետ, բոլորի հետ հաշտվիր, նոր արիր կանգնիր Աստծո առջև եկեղեցում պատարագին կամ աղոթական վիճակով։ Եթե դու դա չես անում, քո բոլոր զոհերը, զոհաբերությունները, քո ջանքերը, քո մոմավառությունը, քո մասնակցությունը ամեն բանին առ ոչինչ են համարվում, եթե դու չես ներել քո ուրեմն նմանին։ Այսինքն ներողամտությունը հետևյալն է. ներիր, որ Աստված քեզ ների։ Բնականաբար սա Աստված այդպես է աշխատում մեզ հետ, Աստծո գործը այդպիսին է։ Հիսուս խաչի վրա, չէ՞, Հիսուս երբ որ խաչի վրա էր, իր կողքը աջ եւ ձախ կողմերում խաչված էին ավազակները։ Երբ որ ձախակողմյան ավազակը ասում էր Հիսուսին, ասում էր
մեզ էլ ազատի, ինքդ քեզ էլ ազատի եւ այլն, այսպես կամարական մի արտահայտություն արեց Ախակոմյան ավազակը։ Աչակոմյան ավազակը լրացրեց նրան, ասեց, եթե մենք երկուսս, հա, մեր հանցանքների համար ենք պատժվում, Հիսուսի հանցանք չուներ եւ հետեւաբար նաեւ մի արտահայտություն արեց Աչակոմյան ավազակը, ասեց, երբ որ գաս քո արքայությամբ հիշիր ինձ Տեր։ Եվ այդ բառի վրա Հիսուսը մի սքանչելի արտահայտություն անում, ասում է, որ այսօր ինձ հետ կլինես դրախտում։ Ուրեմն դրախտի առաջի բնակիչը հենց ավազակներ, այսինքն մենք չգիտենք այդ մարդը ինչ է գործել, բայց իր խոսքով, իր ապաշխարությամբ, իր վերաբերմունքով, Աստծո նկատմամբ մենք կարող ենք փրկություն ստանալ, ուղղակի փրկություն ստանալ, այսինքն շատ կարևոր է նաև մեր արտահայտությունները կյանքում, մեր մտայնությունը, ինչպես ենք մենք մոտենում ուրեմն Աստվածգիտության, Աստծուն առասարակ աղոթքին եւ այլն։ Տեր Հեր, նշանակում է ինչպես ներում ստանանք այս ամենից, ինչ է ենթադրում։ Ուրեմն եկեղեցին ունի ներման համակարգ, մեղքերի թողության այդ ամբողջ համակարգը, որտեղ արձանագրված է բոլոր տեսակի մեղքերը։ Մենք պատարագի ժամանակ այդ մեղքերի տախտակը, այդ բանաձևը կարդում ենք եւ հավատացյալ ասում է մեղ Աստծո եւ թողություն է տրվում քահանայի կողմից։ Ընդհանրական խոստովանություն է կոչվում սա։ Նաև եկեղեցում ունենք առանձնական խոստովանություն, երբ որ անհատը քրիստոնյան կամա թե ակամա մեղքերի մեջ է հատնում, մտահոգող բաներ ունի, առանձին Տեր Հոր հետ ուրեմն զբաղվում են այս մեղքերի լուծման, մեղքերի թողության եւ ապաշխարության հարցերով։ Այսինքն երկու մեղքերի թողություն ունի եկեղեցին՝ ընդհանրական եւ անհատական, առանձնական։ Եվ այս process-ով հոգևորականի միջոցով հավատացյալը թոթափում է, եթե կա անկեղծ, նորից եմ ասում, ապաշխարանք, զղջում, մեղքերի թողություն, ինքը դարձի է գալիս եւ առ Աստված կանգնում է մաքուր։ Տեր Հայր, կան 7 մահացու մեղքեր, բայց աններելի մեղքեր կան։ Ուրեմն այն նոր կտակարանի մեջ այսպիսի մի հատված կա. բոլոր մեղքերը Տիրոջ խոսքն է։ Բոլոր մեղքերը ձեզ կներվի, բացի Սուրբ Հոգու դեմ հայոյությունից։ Ինչ է նշանակում սա։ Սուրբ Հոգու դեմ հայոյանք պարզապես այսօրվա մտայնությամբ չենք կարող անցնել։ Սրա մեջ խորություն կա, ենթատեքստ կա, տողատակ կա։ Սա խոսում է այն մասին, երբ որ մեկը ամբողջ իր կյանքը փակել է Աստծո, այսպես իր համար գոյություն չունի Աստված։ Այսինքն այդ դաշտը իր համար փակված է, այսինքն թե հայոյանք է կատարում Սուրբ Հոգու դեմ։ Այսինքն կտրված է Աստծուց, առհասարակ ինքը Աստծուն որպես ստեղծիչ չի համարում, տվյալ անձը Աստծո համար փակ է դաշտը։ Այսինքն ոչ աղոթում է, ոչ մտածում է, անհոգության մեջ է։ Սրա մասն է խոսքը եւ որը դժվարացնում է փրկության ճանապարհը, որովհետեւ մեր ռեալ փրկությունը կապված է մեր Աստծո նկատմամբ մեր վերաբերմունքից, հավատալ Աստծուն, նրա մեղքերի թողությանը եւ մեղքերի թողության կապանքներից ազատվելուց, որովհետեւ մարդը մեղավոր է մշտապես։ Հետևաբար, եթե ես մեղավոր եմ մշտապես, այնպես եւ ես պարտավոր եմ ներելու իմ դիմացին, որտեղ նույն բաները, ինչ որ ես դատապարտում եմ դիմացինին, այդ նույն մեղքերի մեջ շատ հաճախ հայտնվում եմ հենց ես։ Ուստի իրար մեղքերը ներելով է, որ մենք պետք է բժշկվենք, մենք պետք է ապաքինվենք հոգով, մարմնով եւ այս առումով նաեւ գիտնականներ կան, հատկապես ռուս եկեղեցու ուրեմն հետաքրիր մի բան կա, որ մեղքերի ներման process-ում ուրեմն առաջանում է բուժում հենց ֆիզիկական վերքերի, ֆիզիկական ուրեմն հիվանդությունների եւ այստեղից եզրակացություն, որ մեր հիվանդությունները ներքին թե արտաքին մարդկային հիվանդությունները հենց առաջանում են մեղքի հետևանքով, չզղջալու կամ մարդը մտածում է միշտ պատժի, չէ, վրեժ խնդիր լինի, բայց Սուրբ Գիրքը ինչ է ասում, ասում է վրեժ խնդիրը ես եմ, Տերն է։ Վրեժ խնդիրը Աստված է, մենք չենք, որ դի դատենք։ Մեզանից Աստված պահանջում է ներում։ Մեզանից մի բան է պահանջում՝ ներիր։ Անսահմանափակ ներիր։ Սա դժվար հասանելի մի բան է։ Սրան հասնելը այնպեսի կատեգորիա պիտի մարդ իր համար սահմանի, որ հասնի այն վիճակին, որ կարողանա ներել ամեն բան։ Դժվար է, բայց հնարավոր է։ Անհնարին բան Աստված մեզանից չի պահանջում։
Դերեր ստացվում է աններելի այն դեպքում, երբ մենք չենք զղջում պարզապես։ Փոքր մեղքը նույնիսկ կարող է համարվել աններելի, եթե զղջում չկա։ Փոքր զանցանքը կարող է համարվել ինչպես որ փոքր ախտը, այդ ամբողջ մարմինը կարող է վարակել, այնպես եւ փոքր մեղքը կարող է հետագայում արմատներ ունենալ, հետո զարգանալ, մեծանալ։ Եթե մենք արմատախիլ չենք անում այդ մոլախոտը, հետո հետագայում դա դառնում է ծառ, հետո արմատները խորն է եւ դժվար է դրանից ձերբազատվել։ Դրա համար ավելի այն սկզբնական վիճակում, նախնական վիճակում անհրաժեշտ է դա մաքրել ապաշխարությամբ, պատարագին մասնակցելով եւ ձերբազատվել այդ մրից, կեղտից եւ ամեն ինչից։ Ստացվում է Աստծո սերն ավելի զորեղ է, քան ցանկացած մեղք։ Եթե կա սեր, կա ներողամտություն։ Եթե չկա սեր, չկա ներողամտություն։ Աստծո սերը դրսևորվում է իր անսահման ներողամտությամբ։ Բայց երբեմն մենք մեր քայլերի պատճառով հայտնվում ենք դատապարտելի իրավիճակում։ Այսինքն մեր սխալ ընթացքի պատճառով հայտնվում ենք վատ իրավիճակի մեջ եւ ինքներս մեր կատարած հանցանքը դառնում է մեզ համար պատիժ։ Այսինքն Աստված եւ ներողամիտ է, եւ արդարամիտ է, եւ բարեգութ է, բայց եթե սեր չկա, ուրեմն ամեն պահի, ամեն հանցանք, եթե Աստված պատժի, մեկը կլինի անոտք, մեկը կլինի անձեռք, մեկը կլինի այսինքն պատկերացնում ենք մի իրավիճակ, եթե Աստված ամեն մեր մեղքի, ամեն մեր հանցանքի պատճառով չների մեզ, այլ պատժի, ուղղակի դժոխք կվերածվի այս ամեն բանը։ Դրա համար Աստծո ներողամտության, ողորմության պատճառով է, որ այսօր մարդկությունը կա, բայց Աստված նաև արդարամիտ է, արդարադատ է, արդարության Աստվածն է, կողմնակից է դրան եւ դա նաև կոչ է անում մեզ, որ մենք լինենք ներողամիտ, բայց արդարամիտ դարձի բերելով մեղավորին։ Հետաքրքիր բան ասացիք, Տեր, նշանակում է, որ առանց ներման մեր կյանքը, մեր շրջապատող աշխարհն էլ դժոխքի է վերածում, եթե ամեն մեկս մյուսին չներենք։ Իհարկե, պատկերացնենք մի վիճակ, որ բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը բոլորին պատժում են, բոլորը բոլորին նսեմացնում են, բոլորը բոլորին իշխում են։ Այդպիսի բան պատկերացնել արդեն սարսափելի է։ Մեր իրականության մեջ, մեր հասարակության մեջ այսօր պակասում է հատկապես սիրող ներողամտությունը, կարեկցանքով, բարեգթությամբ ներել մեկին, ներել մի դիմացինին, ամուսինը կնոջը, կնոջը ամուսնուն, երեխաներին եւ այլն, եւ լայն առումով, գլոբալ առումով ներողամտությունը շատ անհրաժեշտ է Աստծո ստեղծագործության պահպանության համար։ Տեր, Աստված կների նրանց, որոնց համար մենք աղոթում ենք, բայց իրենք չեն գիտակցում իրենց։ Չէ, այս մասին հետեւյալն է, եթե մարդը մենք պարտավոր ենք աղոթել բոլորի համար, անգամ մեղավորի համար, բայց եթե ինքը փակ է իր դաշտը Աստվածգիտության եւ ինքը հավատքի ճանապարհի մեջ չէ, այդ ներումը իրեն չի հասնի, բայց մենք մեր սրտում ներում ենք իրան, կարևորը սա է։ Երբեմն հետեւյալ հարցն են տալիս, ասում են Տեր հայր կամ սիրելի հոգեվորական, ինչպես ներենք մեկին, որը անընդհատ մեզ վատություն է անում, ինչպես ներենք, անընդհատ ինքը, չգիտեմ, անիծում է, անընդհատ վատ խոսքեր ասում, ինչպես ներենք, քրիստոնյա ենք, ուզում ենք ներել, բայց մարդկայնորեն հնարավոր չի։ Ասում եմ աղոթեք իր համար, թող շարժվի իր սիրտը, այսինքն կարծր սիրտը մեր աղոթքով երբեմն պիտի փափկի, 1, երկրորդը աղոթում եք թե ոչ։ Աղոթում ենք մենք այդ մարդու համար, որը անընդհատ մեզ վատություն անում։ Փորձում ենք մեր մտքում, սրտում եւ հոգում ուղակի ներել իրեն, չասելով իրեն այդ մասին, որ իրան ներել ենք, որտեղ ուժ է պահանջում դա անընդհատ ասել, որ քեզ ներում ենք այս կամ այն բանի համար։ Բայց ներում ենք, որովհետեւ դա մեզ է անհրաժեշտ։ Մեզ է անհրաժեշտ, նախ եւ առաջ մեզ է օգուտ բերում, մեզ է բժշկում եւ մեզ թեթևացնում է այս կամ այն հոգսից, այդ չներելու հոգսից։ Եվ փաստորեն մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Իհարկե, ասեմ, ավելի շատ ավելի ներելը համարձակություն է, ուժ եւ արիություն, քան պատժելը, քան բախարակելը, քան չներելը։ Արի մարդիկ են միշտ ներողամիտ, ուժեղ մարդիկ են ներողամիտ եւ սա մի բարձունք է, որ շատ մեծ աշխատանք է պահանջում, հոգևոր, մտավոր եւ Աստծո ուժը ստանալով եւ գործածելով, ներողամիտ լինելով, որովհետեւ ներենք, որ ներվենք, եթե չներենք, չենք կարող նաեւ ներվել։ Անսպառ ներողամտություն ամենքիս։
Շնորհակալ եմ Տեր Հեր այս զրույցի համար։ Աստված օրհնի ձեզ։